քանի որ ես նացիոնալ անարխիստ եմ իմ գաղափարախոսությամբ, իսկ նացիոնալ անարխիստական շարժում ու մոտ մտածելակերպ կուսակցություններ գոյություն չունի եւ որ մենք հնարավորություն ունենանք մեր ընկերների հետ ստեղծենք նման կուսակցություն, պիտի լինի դեմոկրատական համակարգ, այդ համակարգը հաստատվելու համար ես որոշեցի, որ լավ կլինի, որ ես ընտրեմ համար 18 հանուն հանրապետության ու ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր հասարակական գործիչ, որը այս կամ այն կերպով ճանաչում ունի Հայաստանում, թեկուզ որպես բլոգեր, թեկուզ որպես անձ, որը հասարակական խոսք ունի ասելու, մաքուր, ոնց որ ես արտահայտվի ու ասի իր թեկնածությունը ումա իր ձայնը ումա տալու։ Ես որոշեցի այսպես վարվեմ։ Ես գտնում եմ տվյալ պահին սա կլինի լավագույն լուծումը Հայաստանի համար, իսկ իմ ժողովրդին մաղթում եմ, որ ընտրեն այն դեմոկրատական ուժերը, որը մեզ հնարավորություն կտա նոր դեմոկրատական Հայաստան ունենանք, այն ուժերը, որ մեզ տանում են դեպի Կալուգա, դեպի Ռիզան, մի երկիր, որտեղ VPN-ով է ինտերնետը, մի երկիր, որտեղ գարանտ է կանգնում Ուկրաինայի խոսքի, գարանտ է կանգնում Հայաստանի պահով չի կատարում իր պարտավորությունները, իսկ Ուկրաինայի պահով գարանտ լինելով այդ երկրի ինքն է հարձակվում այդ երկրի համար, այդ երկրի վրա։ Այսինքն մենք չունենք ոչ մի ոնց որ ասում է կետ, որի շուրջ մենք կարող ենք այդ երկրի հետ համահունչ լինել։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե անկախ Հայաստանը, կեցե հայ ժողովուրդը, կեցե աշխարհի բոլոր ցիվիլիզովանի երկիրները։